Ռուսական երկաթուղիներ ընկերության զգուշացումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարում է, Երևանի համար ընդունելի չէ կոնցեսիոն պայմանագրի խզումը։ Մոսկվան հասկացրել էր պայմանագիրը դադարեցնելու դեպքում Հայաստանը պետք է վերադարձնի 2008-ից ի վեր արված բոլոր ներդրումները։ Նիկոլ Փաշինյանը այժմ նախապատվությունը տալիս է հարցը բարեկամական մթնոլորտում լուծելուն։ Մինչդեռ ընդամենը 2 շաբաթ առաջ ակնարկում էր ինչ-որ որոշումների մասին եւ պատրաստակամություն հայտնում անգամ հասնել մինչեւ արբիտրաժային դատարան։ Բարեկամականը, որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով։ Ընդ որում նաև փորձագետներ կան, արդեն գներ են ասում, որ օբյեկտիվորեն ինչ կարող է արժենալ դա, որը բավականին ծանրակշիռ գումար է հաշվի առնելով նաև այս ընթացիկ իրավիճակները։ Մենք նայում ենք լավ այդ տարբերակը զգում ենք, որ գուցե Ռուսաստանի գործընկերները այդքան էլ հարմարավետ չի։ Երկաթուղու կառավարման կոնցեսիան այլ երկրի փոխանցելու մասին վարչապետ Փաշինյանը առաջին անգամ խոսել էր մոտ կես տարի առաջ։ Մոսկվայից կտրուկ մերժել էին այդ առաջարկը, այն համարելով անընդունելի։ Իսկ 2 շաբաթ առաջ ռուսական կողմը զգուշացրեց պայմանագրի խզման կամ կառավարումն այլ երկրի փոխանցելու դեպքում կպահանջեն 18 տարում արված ներդրումները՝ շուրջ $400 միլիոն։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը երկաթուղու կառավարման նոր լուծումներ էր թվարկում, որոնք ըստ նրա կարող են շահեկան լինել բոլոր կողմերի համար։ Հետո նայում ենք, ասում ենք, իսկ կա տարբերակ, որ իրանց խնդիրն է մասամբ լուծի, մեր խնդիրն էլ մասամբ լուծի։ Հետո տեսնում ենք, որ փորձագետների հետ էլ ենք չի աշխատում, որ ասում ենք լուծում, մի հատ տեսեք ինչ լուծում կա։ Գալիս են, ասում ենք, արա սենց տարբերակ լինի, որովհետև այդ կառավարումը կամ ինչ որ ուրիշ մոդել դրվի, որ ասենք ենթադրենք ինչ-որ մի մասնաբաժին պահպանվի, մի մասնաբաժին օտարվի, բայց այնպես, որ մնա փոքրամասնության մասնաբաժինը, որովհետև հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։ Մի ուրիշ գաղափար է գալիս, որ լիցենզիան գուցե բաժանվի երկու մասի։ Որն է, ասենք մենք ունենք հիմա մենք երկաթուղին եւ ենթակառուցվածքը եւ ենթակառուցվածքի օգտագործումը փաթեթ է։ Մոսկվայից վարչապետի այս նոր գաղափարին դեռ չեն արձագանքել։ Նիկոլ Փաշինյանը, որ կես տարի առաջ պնդում էր, թե ռուսական կառավարման բերումով հայկական երկաթուղին կորցնում է մրցակցային առավելությունները, այսօր ասաց, հայկական կողմը չէ, որ խնդիր ունի ռուսական կառավարման հետ, խնդիր ունեն հնարավոր ներդրողները։ Մենք ոչ մի եւ ես էլ բնականաբար ոչ մի բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, որևէ խնդիր չունեմ Ռուսաստանի ընդհակառակը հարգանքով եւ ըմբռնումով են վերաբերվում Ռուսաստանի շահերին։ Խնդիրն ըստ Նիկոլ Փաշինյանի այն է, որ ռուսական կառավարումը խոչընդոտում է, որպեսզի հայկական երկաթուղին ինտեգրվի միջազգային ցանցին։ Նրանք, ովքեր հիմնական կիրառողներն են եւ օգտվողներն են միջազգային լոգիստիկ ծառայություններից, իրանք մեզ ասում են եւ ակնհայտ է եւ ոչ միայն ասում են բանավոր, այլ մենք տեսնում ենք, օրինակ ներդրումային հետաքրքրություն այդ հատվածում չեն ցուցաբերում։ Ղրղստանում անցած շաբաթ ԵԱՏՄ նիստին մասնակցած Հայաստանի վարչապետն այսօր խոստովանեց. իրեն չի հաջողվում հասնել հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների չեղարկմանը, որովհետև ինչպես բացատրեց, Ռուսաստանի ակնկալիքներն իրատեսական չեն։ Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որը մենք արդեն ասել ենք, որի հետ մենք համաձայն չենք։ Մնացածը արդեն ապրանքների ներմուծման եւ արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Уважаемый председатель, Իսկ այն, որ ԵԱՏՄ նիստին անդամ երկրների վարչապետերն անարձագանք էին թողել իր ելույթը, Փաշինյանի մեկնաբանությամբ համաձայնության նշան էր։ Կիսում են իր մոտեցումները։